Բարդ է սիրելի հայրենակիցներ, այսօր մենք խոսելու ենք մի քիչ տնտեսությունից, բյուջեի քննարկումներից, մի քիչ քաղաքականությունից եւ մի քիչ ապագայի պլաններից։ Իմ հյուրը Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանն է։ Պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ, որ հրավերս չմերժեցիք։ Դուք ակտիվ մասնակցում եք 2026-ի բյուջեի քննարկումներին։ Մի քիչ խնդրում եմ մեզ դիտողներին շատ մատչելի ասել 2026 թվականին, ասենք մեր հարևան Զինատոտան, մեր հարևան Արշակ Պապին լավ են ապրելու, թե ապրելու են ոնց կա, ավելի վատ են ապրելու, ոնց հասկանան մատչելի լեզվով։ Թե Զինատոտան, թե Տիկին Զինայդան լավ չեն ապրելու, որովհետև մեր տնտեսական աճը դանդաղել է։ Իսկ դանդաղել է այն պատճառով, որ արեստածին էին այն թվերը, որ իշխանությունները ներկայացնում էին, թե մենք մեծ աճ ունենք, չգիտեմ, աշխարհի առաջատարն էինք, երբ մենք ասում էինք ընդդիմությունը, ես մասնավորապես, որ այս աճը բացառապես պայմանավորված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով, Նիկոլ Փաշինյանը այսպես նայելով ինձ աչքիս առաջ ասեց, ոչ, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կոռուպցիա չկա, եւ դրա համար այդ ռելոկանտները գալիս են Հայաստան, փողը դուրս է գալիս Ռուսաստանից եւ մտնում Ռուսաստան, Հայաստանի միջով, եւ ապրանքները որոշ դեպքերում որոշ սահմանափակման ենթակա ապրանքները մտնում են Հայաստան եւ Հայաստանով են գնում։ Հիմա այդ ամեն ինչը չունենք։ Դե ուրեմն ես ակնկալում եմ, որ հաջորդ քարոզարին Նիկոլ Փաշինյանը այսպես էլի կկանգնի եւ կասի մենք ժողովրդավարական երկիր չենք, կոռուպցիայել Աստված տվել չի խնայել։ Դրա համար մենք ունենք 3 տարի առաջվա 12.6-ի փոխարեն 5 ու մի քիչի ակնկալիք, որը իդեպ սիրելի հայրենակիցներ գալու է ոչ թե բարձր տեխնոլոգիաներից, ինչպես իրանք էին խոստանում, այլ գալու է հանքարդյունաբերությունից, էլի բահն առել ընկել են հողի ջանին։ Բնական պաշարների երկրի հարստությունը, սոտքի հանք եւ ամուլսար։ Իդեպ ամուլսարի պատմվածքն շատ հետաքրքիր է պատմությունը։ 18 թվականից այդ հարցը Նիկոլ Փաշինյանի սեղանի վրա էր։ Այդ ինչպես եղավ, որ հենց ամուլսարը իր բաժնետոմսերից բավականին նենց մի կլորիկ թիվ փոխանցեց կառավարությանը եւ հանկարծ ստացավ իրավունք սկսել հանքի շահագործումը։ Այսինքն այս իշխանությունները, որոնք խոսում էին բարձր տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, թվայնացում, կայուն տնտեսություն, էլի հույսը մնաց հողը, հանքը քանդել, տանել, վաճառել։ Ոչ թե վերամշակել, էլի գոնե վերջնական արտադրանք տային, չէ, էլի հանքարդյունաբերությունը։ Եվ շինարարությունը, որը մենք տեսնում ենք, հասնում է իր ուրեմն սատուրացիայի կետի, այսինքն ինքը արդեն հագեցել է շուկան, այլևս այդքան կարիք չկա բնակարանների։ Հիմա արդեն խնդրեմը վաճառքի հետ կապված խնդիրներ կա։ Լճացում կա, երկրորդական շուկային է դա ուղղակիորեն հարվածել։ Իսկ ճանապարհաշինությունն էլի մեծ պարտքեր են վերցնելու, էլի մարդկանց աչքին թոզ են փչելու։ Հիմա ես մի քիչ ավելի շատ, դուք ոչ քիչ ազգային ժողով եք գալիս, չէ՞։ Բաղրամյան պողոտան քանի անգամ կարելի է մի քանի տարվա ընթացքում կամ Քոչարի փողոցը։ Հասկան այն փողոցները, որոնք մարդու աչք են բռնում։ Եվ իդեպ երբ խոսում են ճանապարհաշինության մասին, զրոյից որևէ ճանապարհ չեն կառուցել, եղած ճանապարհներն են վերանորոգում կամ կապիտալ վերանորոգում։ Բայց քանդվում է 5-6 տարում հավերժ չեն այդ ճանապարհները դրան, այսինքն չեն ասում, որ դա փողերի լվացման համար է կամ փող ուտելու համար է, այլ ասում են դե քանդվում է, սարքում են։ Իսկ ինչ է կարծում։ Մեր սիրելի հպարտ քաղաքացիները, որպեսզի բարվոք ճանապարհներով այսպես կարողանան լիարժեք վայելել։ Դե ավտոբուսներն էլ շուտ են փչանում, բա ինչ անենք, պետք է էլի առնենք։ Այո։
Սա է իրականությունը։ Բայց կներեք, այդտեղ այդ շինարարության մասով իրենք սովորաբար միշտ սլաքները ուղում են Քոչարյանի կողմ, երբ որ ներկայացնում են Քոչարյանի իշխանության ժամանակ տնտեսությունը ինչ աճ է գրանցել, դա ասում են, որ դե բան է, հյուսիսային պողոտան բան արեց, շինարարություն սկսեց եւ փուչիկի էֆեկտ տվեց, այսպես ասած, տնտեսությունը այդպես ներկայացվեց, որ բայց դրանից ոչ մի արդյունավետություն չկա։ Հիմա իրենց արածն է փուչիկի էֆեկտը, թե Քոչարյանի իշխանության ժամանակ Նախ հյուսիսային պողոտային անդրադառնանք։ Նոր էր իշխանությունը փոխվել 18 թվականին, հաստան կարծեմ մի քանի ժամով կամ մի օրով եկավ Անգելա Մերկելը։ հիշում եք։ Ուր տարավ Նիկոլ Փաշինյանը սելֆի անելու։ Ուր տարավ Նիկոլ Փաշինյանը սելֆի անելու։ Հյուսիսային պողոտա, հյուսիսային որտեղ են վերջերս հերթական փառատոնը կազմակերպում, հյուսիսային պողոտայում։ Հիմա խնդիրը, այո, տնտեսությունը, շինարարությունը, իհարկե, ինքը տնտեսությունը փոսից հանելու ամենաարդյունավետ ձևերից մեկն է եւ կհիշեք Հայաստանը Ռուսաստանից 500 միլիոնի չափի համարյա ձրի փող ստացավ եւ նաեւ շատ մեծ դրամաշնորհ ստացավ այդ խնդիրը լուծելու համար, որ տնտեսությունը կարողացան հանել այդ խնդրից։ Բայց դա այդքան չմեծացեց մեր վարկային բեռը եւ իր ազդեցությունը շատ թիրախային եւ արդյունավետ է։ Իդեպ շատ հետաքրքիր է, ես զարմանում եմ, որ իրանք այդ գրաֆիկը գծել էին։ Երբ իրանք հնայի աճի տեմպերի գրաֆիկ են դրել, բում փաստաթղթի մեջ, ոչ թե դայջեսթի մեջ, այդտեղ երևում է, որ Հայաստանի տնտեսական աճի տեմպերը ամենաբարձր եղել են 2000-ականների սկզբներին։ Նույն իհարկե ցածր բազայի վրա, բայց միևնույնն է, որ ասում են պատմական, աննախադեպ։ Հեգնում էին վագրային թռիչքները եւ այլն։ Դա ես եմ ասել եմ Հայաստանը կոչում էին Կովկասյան վագր։ Այո։ ԿՊԱ-ականներից երկուսը առնվազն դա սկսեցին, այտենց բան չկա, դա աբսուրդ է, եւ իրենց պերճախոս պատգամավորներից մեկն էլ ինչ-որ այտենց անտրամաբանական մագդիր բերեց, կա այդ գիրքը, եւ այդ գիրքը գտնվում է ազգային տարբեր տեղերում, բայց եթե պատգամավորներին է հետաքրքրում, կարող են իջնել ազգային ժողովի։ Այդ տերմինը կարծեմ համաշխարհային բանկի առաջատար տնտեսագետների ուսումնասիրությունն է, դա ներսից չի գալիս, դա այո, որից մեկին ես անձամբ շատ լավ ճանաչում եմ։ Հիմա բայց մյուս խնդիրը կա, մեր տնտեսությունն այսօր ասում, շատ տնտեսականի մեջ են գնում, բայց այդ կամերտոնը դուք խփեցիք։ Մեր տնտեսության հիմնական աճի ճյուղերը, ուրեմն շինարարություն, անշարժ գույքի հետ կապված գործարքներ, որոնք ամենամեծ աճն են ունեցել, եւ ֆինանսական շուկաներ, ֆինանսական ծառայություններ։ Ֆինանսական ծառայությունների մեջ ամենամեծ մասը հիպոթեկն է։ Շինարարության մեջ բնականաշինությունը ամենամեծ հատվածն է եւ անշարժ գույքի հետ կապված գործարքներ, այսինքն դա մի ամբողջական շղթա է, որը կապված է բնականային շուկայի հետ։ Եթե այդ շղթայի որևէ օղակ կտրվի, մենք ունենալու ենք մեծ գահավիժում։ Այսինքն սիստեմիկ ռիսկը կապված այս սպեկուլյատիվ աճի հետ, կառավարության քաղաքականության հետ, որը վարքագծային էկոնոմիկայում կոչվում է կորուստի վախի զգացում։ Չէ, իրանք ինչ արեցին, իրենք երբ սահմանափակում դրեցին եկամտահարկի վերադարձի վրա, մարդիկ ասացին, վայ, հեսա կորցնելու եմ այդ հնարավորությունը։ Արագ սկսեցին ունեն այդ հնարավորությունը, չունեն այդ հնարավորությունը, վազեցին հիպոթեկ վերցնելու, բանկերը արագ փողի հոտ զգացին եւ սկսեցին մեծ հիպոթեկային վարկեր տալ։ Հիմա տնտեսությունը որ սառում է, դանդաղել է աճը։ Բնականային շուկան հասել է հագեցման կետին, մենք լուրջ խնդրի առաջ ենք կանգնած լինել։ Այնպես որ իրենց տնտեսական քաղաքականությունը աննախադեպ մեծ ֆստան ինքը հսկա կավի ոտքերի վրա, ինքը շատ վտանգավոր է եւ եթե կարող է փուլ գալ ամեն եւ եթե քայլեր չձեռնարկվեն այդ ռիսկերը չեզոքացնելու, տնտեսության կառուցվածքը փոխելու, մենք լուրջ խնդիր ենք ունենալ։ Մենք սպառողական հասարակություն ենք դարձել, սպառողական տնտեսություն ենք դարձել։ Բայց խոստանում էին արտահանող երկիր պետք է դառնալ։ Գիտեք, ասում են
Լավ, որ սկզբից ասում ենք որ ձեռը կառնում է չիմարի տեղ դրել։ Չի կարող մի տարվա ընթացքում ոսկերչական, ոչ թե ոսկու վերամշակումը։ Արդյունաբերությունը 23-6 անգամ աճի։ Կատակ է կանում։ Հիմա ասում են, դե դրսի եկած ռեէքսպորտ եւ այլն քչացել է, բայց տեղական արտահանումն է մեծացել։ Տեղական արտահանումը մեծացել է ծխախոտի եւ բարենային ապրանքների վերամշակման վրա։ Եղանակը լավ է եղել, վերամշակել են Աստված տա միշտ տենց լինի։ Բայց տնտեսական կառուցվածքի փոփոխության ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել։ Իդեպ գնաճի հետ կապված պարոն Խաչատրյան, դա նույնպես մեր հասարակության լայն շերտերին հետաքրքրում է, ինչ արեցին այս իշխանությունները, մի քանի հազար դրամով թոշակները ավելացրեցին, բայց այդ նույն 3000 դրամ ավելացած թոշակի դիմաց, երբ որ գնում էր խանութ, ձեթը թանկացել էր, կարագը թանկացել էր, հացը թանկացել էր, ամեն ինչը սպառողական նվազագույն զամբյուղի բոլոր պարենային ապրանքները առաջին անհրաժեշտության թանկացել էին։ Ու ինչ եղավ այդ բանը, ասենք գնաճի մասին ինչի շեշտադրումներ չկան։ Գնաճի մասին խոսել ենք եւ միշտ ենք խոսել։ Գնաճը հաշվարկում են 400 անուն ապրանքի, 400-ից մի քիչ անուն ապրանքի վրա։ Օրինակ, բարձրախոսները, միկրոֆոնները, որը մեր հասարակության, բնակչության 3 միլիոն մարդկանցից կարող է տարեկան քանի հոգի գնեն, չգիտեմ, 1000 հոգի, 1500 հոգի, շատ ասեցի, 100 հոգի։ Այո։ Հիմա այս միկրոֆոնը կարող է կրկնակի գինը էժանացել է։ Ճիշտ է, ինքը փոքր քաշով է մտնում, կշռված միջինը, փոքր կշռով է մտնում, բայց տենց բաների հաշվին իրանք ինչ որ նկարում են, որ գնանկում է եղել, 3-5%, թե ինչ որ մի բան։ Պարենային ապրանքները 4-6%, եթե չեմ, տրանսպորտը 4-6 ներողություն եմ խնդրում։ Այսինքն մենք բոլորս հոկտեմբերի 1-ի կողմերը մտել ենք խանութ եւ տեսել ենք, չէ, որ կաթնամթերքը ինչքան է թանկ է։ Մենք գիտենք, որ ավտոբուսը 100 դրամից դարձել է 150 դրամ։ Այսինքն եթե վերցնենք, բայց մեզ ասում են չէ ու չէ։ Թվեր են դեմ տարի, ոչ միայն։ Եթե մենք վերցնենք այն օրինակ, հիմա ես որ նայում եմ իմ բոլոր գործարքները քարտով են։ Եվ ես երբ նայում եմ, օրինակ, ինչի վրա է ամբողջ փողը գնացել, դա երևի մի 15-20 ապրանքի շուրջ է պարենային։ Եթե վերցնենք այդ ապրանքները, 20 երևի շատ էլ ասեց։ Եթե վերցնենք, օրինակ, յուրաքանչյուրը մեզնից մի հատ էքսպերիմենտ անի, քարտով վճար կամ մի շաբաթվա մեջ գրի։ Լավ, չգիտեմ, 5000 դրամ կաթին, այսքան կաթին, այսքան կարագին, այսքան հացին, այսքան խաղողին, այսքան տրանսպորտին եւ ուղղակի գրի, թե ինքը ինչի վրա է ծախսել։ Եվ հիմա հարցում անենք վիճկապետչական կոմիտե, թե կոնկրետ այդ 20 անուն ապրանքը, որոնք ես, դուք, օպերատորը, որը կադրում չի երևում, ծախսում է, դա ինչքան է թանկել։ Եվ մենք կտեսնենք, որ ինչ 3%, ինչ 4%։ 20, 30, 40% է աճել։ Եվ դրանից բացի սղաճի վրա գնաճի հարվածը մեծապես իր վրա վերցրել է մեր ազգային արժույթը։ Մեր ազգային արժույթի վարքագիծը ֆունդամենտալ ֆինանսական օրենքներին հակասում է։ Փոխարժեքի եւ տոկոսադրույքների միջև պետք է կապ լինի, այդ կապը խզված է։ Ով որ պահին հարմար գտնի, կարող է արհեստական պահանջարկ ստեղծել եւ արհեստական, ոչ արհեստական, դրա մասին շատ չմտնենք դրա մեջ, փոխարժեքի շուկայի խաղեր խաղալ։ Փոխարժեքի վարքագիծը գոնե ինձ համար շատ մտահոգիչ է։ Եվ ծանր դրամը մեզ մոտ ընդհանրապես ամբողջ աշխարհում, հատկապես Հայաստանում ուղակի խփում է արտահանողներին։ Լավ, պատկերավոր ասեմ, եթե այս բաժակը, օրինակ, 1000 դրամ արժի, եւ եթե դրամը, ներողություն, դոլարը 500 դրամ է, այս բաժակի գինը ամերիկյան շուկայում կլինի $2։ Եթե գինը դարձել է 400 դրամ, $1, սա գինը դառնում է $2.5 եւ ամերիկյան շուկայում բաժակի պահանջարկը նվազում է։ Կարճաժամկետ կտրվածքով իրանց վարած քաղաքականության հետևանքով մենք ունենանք սղաճ, սոցիալական հարվածներ, ինչը որ հասունանում է իդեպ, բայց դա կլինի շատ ավելի ուժգին եւ շատ ավելի շուտ կլիներ։ Եվ դրա համար իրանք ուղակի փոխանակ հիվանդին բուժեն, անընդհատ ցավազրկողների վրա են պահում, որովհետեւ երկարաժամկետ կտրվածքով սպանում են տնտեսությունը։
Պարոն Խաչատրյան, մի թեմայի հետ կապված էլ կուզենամ կարճ անդրադառնալ։ Ուրեմն Գևորգ Պապոյանը այսպես գովազդային թվացող վիդեո է նկարել, որ բանը ժողովուրդ ինձ հաջողվեց 152 միլիոն եվրո Գերմանիայից բերել, ու հետո ի՞նչ է պարզվում։ 18 միլիոնը անհատույց է, բայց մնացածը վարկ է, վարկային միջոց է։ Ասում է դե ցածր 0-ից մի քիչ բարձր տոկոսով, դա փոքր ու միջին բիզնեսի մեջ կներդնենք եւ եսի միջ կանենք, ու տենց սաղ ԿՊԱ-ականները բոլորը տարածում են դա, ասենք այդ երբ մեր երկրում վարկով գումար վերցնելը այսպես տոնակատարություն է դարել, որ այսպես մեծ շուկով նշում են։ Բա Նիկոլ Փաշինյանը չէր բողոքում ամեն վարկ վերցնելուց դեմ էր քվեարկում, բանանում։ Այդ երբ դարավ վարկ վերցնելը այսպես բան։ Հաջողություն։ Չգիտես ասում այդ այսքան ողբալի չլիներ, պետքա լացենք։ Վերջին նիստին Քարորյային իրանք անցկացրեցին եւս մի վարկային համաձայնություն, որը գեղեցիկ ինչ որ գլխարկի տակ է հայ-գերմանական համագործակցության զորացման, տենց ինչ որ մի բաներ, բայց տակը ընդամենը վարկ էր։ Գիտեք, այն Ֆայնա Ռանևսկան, որ ասում էր յուրաքանչյուր սիրամարգի պոչի տակ հավի հետույք են, ինձ որ մեղմեք ձեր պաթոսը։ Հիմա վարկը բերում են, ներկայացնում են որպես եսի մինչ։ Հիմա եւ հարցը շատ հետաքրքիր է, ասում ենք, այդ վարկը, որը դուք անցկացրեցիք, որը դուք Գերմանիայից վերցնում եք էժան, վերջնական շահառուն, քանի տոկոսով է վերցնել։ Դրանք վարկը վերցնում են, տալիս են կենտրոնական բանկին, կենտրոնական բանկը տալիս է կոմերցիոն բանկերին, հիմա մեր հայրենակիցները սպառողները արդեն ինքը կոմերցիոն վարկ է, բիզնեսները, ՓՄԶ-ները։ ՓՄԶ-ները քանի տոկոսով կարող են այդ վարկը վերցնել, չգիտենք։ Կներես, բա ինչի վրա ենք ուրախանում։ Դուք էժան եք վերցնում, իսկ մենք այդ պատասխանը չկա։ Հիմա նույնը վարկ են վերցրել հսկայական, բա վերջնական սպառողին, վերջնական շահին ինչքանով է հասնում։ Եվ մյուս խնդիրը, եթե մենք նայենք օրինակ 2000-ականների սկզբներին, որտեվ 90-ականներին բարձ անտեղ ծանր պատերազմ, տնտեսությունը մի քիչ այլ էր էլի վարկային պայմանները։ Չնայած եթե հետ գնանք, կտեսնենք, որ շատ մեծ էին վարկային տոկոսները, բայց դա էր նոր պետություն։ Հիմա 2000-ականներին արդեն կանոնացավ։ Հիմա թե նայենք 2000-ականների տոկոսադրույքները եւ հիմիկվա տոկոսադրույքները։ Սարեր ձորեր են։ Եվ միջազգային, եթե ասկան COVID-ի հետ պայմանավորված տոկոսները բարձր են, հիմա մենք տոկոսների նվազում ունենք։ Բայց միևնույնն է, 20 տարի առաջ շատ ավելի էժան են այդ տոկոսները։ Եվ հիմա մյուս խնդիրը նայենք, տեսեք, տնտեսական աճ իրանք կանխատեսում են գալիք տարվա վրա 5.2% եթե չեմ սխալվում։ Այդ 5.2%-ը մեր 25 տարվա միջին տնտեսական աճն է։ Բայց եթե դու առանց այդ հսկայական վարկային բեռի կարողանում ես մի քիչ պլյուս մինուս տնտեսական աճ ապահովել, բայց իրանց օրոք երևի մի 9 միլիարդի կարգի վարկային բեռը մեծացել է, ավելի քան կրկնապատկել է, 9 միլիարդ մի քիչ ավելի 9 բազայի վրա գնաց։ Իրանք ավելի քան կրկնապատկել են մեր վարկային բեռը։ Այդ վարկը որ հանենք առանց վարկի սեփական միջոցներով ինչքան կլիներ մեր տնտեսական աճ։ Չէ՞ դու պարտք ես վերցնում։ Մեր սերունդներն է կփակեն։ Ոնց որ ես գնամ պարտք վերցնեմ, երեխեքից գամ ասեմ, երեխեք ջան, վերջ։ Այսօր ուրեմն iPhone եք ունենալու։ Հա, այսօր ուրեմն ձեզ ամենավերջին iPhone-ն եմ առնում։ Դե ասեմ, վայ, ինչ լավն է, պապան։ Երեխեք ջան, այդ iPhone-ը հիմա որ iPhone-ը չի առնում, է սովորական ինչ որ մի բան է առնում։ Բայց դրա դիմաց մեր ժողովուրդն այդ տոկոսները փակում։ Այո։ Տոկոսային ծախսերը վարկի սպասարկումը թոշակներից հետո ամենամեծ ծախսն է։ Այսինքն ժողովուրդ, էսա չէ մեր կամերան։ Ժողովուրդ, պատկերացրեք ձեր ընտանեկան բյուջեն, որ Նիկոլ Փաշինյանը համեմատում է։ Մի ընտանեկան բյուջե, որի վրա տոկոս փակելը ամենամեծ ծախսերից մեկն է։ Իր մեծությամբ երկրորդ ծախսն է։ Այդտենց ասեղի վրա են նստացրել մեր ազգային տնտեսությունը։ Ոչ թե ձեր երեխեքը կամ թորները, դուք մենք ենք փակում, մենք ենք այդ ջարման քաշում։ Եվ արդյունքը ոչ թե iPhone 17-ը, այլ մի հատ էժան ինչ որ մոդել, լավ։
չգիտեմ։ Motorola Nokia Nokia չգիտեմ։ Տերև Nokia Տերև Nokia, լավ, որ նա դա չգիտեմ։ Էժան մի հատ մոդել iPhone 12-ը առնում երկրորդական շուկայից։ Եթե հենց 75,000 դրամով։ Սա իրականություն։ Այո, լավ արեցիք, որ հենց ուղիղ քաղաքացիներին բացատրեցիք, պարոն Խաչատրյան, մի թեմա էլ կա, որ ինձ ապշեցրել է ուղակի, չնայած թվում է թե էլ զարմանալու տեղ չկա այս իշխանությունների որոշումներից, բայց ամեն դեպքում հերթական անգամ զարմացել եմ վարչապետի աշխատակազմի գաղտնազերծված որոշումներից մեկից, տեղեկանում ենք, որ մեր բյուջեի հաշվին 207 միլիոն դրամ կամ շուրջ $540,000 վարչապետի աշխատակազմը գաղտնի ընթացակարգերով տվել է մի ՀԿ-ի։ Այդ ՀԿ-ն Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ ՀԿ-ն է։ Այս կու հարց առաջանում, թե ինչի համար են տվել նախագահը Վարդան Ազատյան, որը վարչապետի որոշմամբ Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր է հետո նշանակվել։ Այս Վարդան Ազատյանը ուրեմն նախկինում մի հատ գիրք է գրում, այդ գրքույկում ովքեր արեցին հեղափոխությունը, այս վերնագրով գրքույկում գովերգում է Փաշինյանին, իր տառապանքները համեմատում Քրիստոսի մաքարումների հետ, այսինքն դուք հիշում եք այդ իր համեմատությունները իր թիմի որտեղից է գալի ու ինչ գրքույկներ են կարդացել սա արել, ու սա հերիք չի։ Փաշինյանն ասում էր Զոհի սինդրոմից անցնենք Մեսիայի սինդրոմին դեռ մի 3 տարի առաջ եւ այս դեռ հրապարակային էի ասում ինքը սեփական եկեղեցին է ստեղծելու, մենք այսօր դա տեսնում ենք։ Այո, ու մենք տեսնում ենք այս նույն ՀԿ-ի անդամները կրթվում են Աննա Հակոբյանի մոտ, Աննա Հակոբյանը տեսանյութեր է հրապարակում, որ այս ինստիտուտի աշխատակիցներից կապ է էլի, որպեսզի տեսնենք։ Ու այսքան միլիոն մեր հաշվին։ Ասենք դուք ի՞նչ է ձեր մոտ ինչ տպավորություն է թողնում այս ամեն ինչը։ Որ Աննա Հակոբյանի մոտ կրթվելը մեծ պերսպեկտիվաներ է բաց։ 540 Բոլորս գնանք Աննա Հակոբյանի մոտ կրթվենք, որ մենք էլ տենց ճոխ-ճոխ փողեր ստանանք Նիկոլ Փաշինյանից, որը քերթվում է հերոս հարկատուներից։ Այո։ Դե ինչպես կասեր դասականը կոռուպցիան ու պոզով պոչով չի լինում։ Իդեպ եթե խոսքը գնաց կրթվելու մասին, հարց էր ուղղել մեր ձեր գործընկերները, չէ, ասել էին Իմ քայլը հիմնադրամին ինչքան փող է գնացել, հիշում եք պատասխանն ինչ է եկել։ Պատասխանը եկել է, որ չէ, Իմ քայլին չի գնացել, Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն է ֆինանսավորվել։ 2 շաբթի կամ 3 շաբթի բյուջեի քննարկման ժամանակ ես այդ հարցին կսողել եմ Արայիկ Հարությունյանին, խնդրել եմ ինձ հստակ պատասխանել։ Ինչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը այդ միջոցառումներին, Իմ քայլը հիմնադրամի կազմակերպած, այսինքն Իմ քայլը ինչ որ դահլիճում դասախոսություն է կազմակերպում, այդ այն բենզինի փողն է, որ Նիկոլ Փաշինյանը ծախսել է հրապարակից գնացել է այդ դահլիճը, թե ասենք թիկնապահներին, ասենք արտաժամյա վճարն է, որ մի հատ հասկանանք, թե ինչքան փող է հարկատուների վրա նստել Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Իմ քայլը հիմնադրամի կազմակերպված միջոցառումներին։ Եվ պետական ծախսերի թափանցիկությունը այսօր գտնվում է 7 ուրեմն կողպեքի տակ։ Դրանպես շատ հետաքրքիր ուսումնասիրություն կա, որ ասում է ինչն է ազդում հարկ վճարելու մարդկանց պատրաստակամության վրա եւ ծախսերի թափանցիկությունը ինչի վրա է գնում փողը շատ ավելի մեծ դրական ազդեցություն ունի, որ մարդը կամավոր առանց սենց ոնց որ սրտիցս են փոկում տան իր հարկերը վճարի եւ հավասարություն արդյոք բոլորն են վճարում։ Հիմա պետք է դա հասկանանք, այդ ինչ ձեռնարկություն, այդ ինչ ՀԿ է, ինչու է ՀԿ-ին, ինչ կա դրա տակ ու ինչի գաղտնի փաստաթղթերով։ Եվ ինչի գաղտնի փաստաթղթերով ինչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը։ Եթե Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն է, գալիս է ինքը, չէ՞, ամեն 3-րդ չորեքշաբթին ազգային ժողով։ Դա ինչքան է նստում, դա ուրեմն միգուցե ազգային ժողովի բյուջեից հանեն դնեն կառավարության բյուջեի վրա։ Բարձ ուրեմն մեքենայություններ են էլի։ Պարոն Խաչատրյան, տեսեք,
մի թեմայի հետ կապված, երբ որ խոսում ենք կոռուպցիայի մասին, չէ, ես չեմ կարող այսպես կոռուպցիոն դրսևորումներ տեսնում ենք այս իշխանության ներկայացուցիչների մոտ, բայց ակնհայտ է, որ այս ինչ ես ասում, նախկինից ես ասում, նախկիններն են այդ ուզում եի վերադառնալ գնայինք նախկինների թեմային, տեսեք, ես վերջերս դատարանի մոտ Հովիկ Աբրահամյանն է հարցազրույց տալիս, ու այդ հարցազրույցում լրատվականների ուշադրությունը գրավել էր Հովիկ Աբրահամյանի թանկարժեք բաճկոնը Ստեֆանո Ռիչի, որի արժեքը պարզվել էր $33,000, գրեթե մի հատ փոքրիկ այսպես բնակարանի գին մեկ բաճկոնի համար։ Կարող ենք ասել, ինչ որ մարզում կա, համենայն դեպս այդ գումարով կարող են ինչ որ մարզում կարող է փոքրիկ էլ չլինի, բայց ահա ու հարց է առաջանում, լավ, ասենք ո՞նց են նախկին պաշտոնյաները այսպես այդ ահռելի գումարը տալիս մի բաճկոն հագնում ու արագ հարստանում այս աղքատ երկրում։ Դուք ունեք այդ հարցի պատասխանը։ Ես չունեմ, բայց ի պաշտոնը այդ հարցի պատասխանը պետք է տա դատախազությունը։ Եվ դատախազությունը, ես գիտեմ, մեծ աստղաբաշխական թվերի, ուրեմն գումարների հասնող հայցեր է ներկայացնում դատարան, եւ ինչքան որ ես եմ տեղյակ, պատասխան հենց շատ չեն ունենում։ Այսինքն թիվ գրելը, թիվ հնչեցնելը եւ դա ապացուցելը վերջնական ակտով դա չի լինում եւ դրա համար իրանք փորձել էին ապացուցելու բեռը դնել պատասխանողի վրա, որ օրինակ Խաչատյան Արտուր ապացուցի, որ ընդհանրենք այս բաճկոնը, որը որ դու գնել ես, որտեղից քեզ այդ փողը, այսինքն խախտելով մարդկանցության գույքի բանի ձեռք բերված։ Բայց խնդիրը սենց է, օրենքը պիտի գործի բոլորի համար հավասար։ Եվ եթե կա ծախսերի եւ եկամուտների միջև խզում, անկախ նրանից խոսքը վերաբերվում է չգիտեմ, Ալեքսանդր Մյասնիկյանից սկսած, մինչև իր հետնորդներին, փոխաբերական եմ ասում իհարկե, բայց 90 թվականից սկսած։ Այդքան հետ գնանք, հա, այո, որովհետև այս իշխանությունը ինչ էին ասում, 20 տարի երկիրը քանդել եք, որ մենք ասում ենք 20 չի, այս երկիրը 30 տարուց ավել գոյություն ունի, մինչև այն պահ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը իրան կոչեց ազգակործան պատուհաս, այդ 90-97 թիվը մոռանում էին, բան չէին ասում։ Այսինքն դա պետք է հավասար գործի եւ դա պետք է վերաբերվի բոլորին։ Թե նախկիններին, թե ներկաներին, որովհետեւ ես հիշեցնեմ, հիշում եք մինչև պատերազմը, մինչև այդ խայտառակ պարտությունը, Նիկոլ Փաշինյանը ամեն 3 ամիսը մեկ նոր Հայաստանի մասին 100 փաստեր հրապարակում։ Այդ փաստերից մի մասը ուղղակի զառանցանքի եզրին է։ Ամուսնացան այսքան մարդ, ամուսնալուծվեց այսքան մարդ։ Իրա հերթին, չէ, դա էլ է փաստերի մեջ։ Այո, բայց ինչ էր ասում, լավ, այսքան մարդ գնացել է օրինակ թատրոն, այսքան գիրք ա գրվել, կամ մշակութային հեղափոխություն, էլի Մաո Ձեդուններին։ Եվ այնտեղ կար մի փաստ, որ վարչապետը եւ իր ընտանիքը հագնում են բացառապես Հայաստան հայկական արտադրության զգեստ։ Օրինակ ես չգիտեմ ինքը այսօր ինքը եւ ընտանիքը բացառապես հայկական արտադրության որովհետև գիտեք իրանք սեպուհ մեքենաներ պետք է արտադրեին, բայց ես ինչքան գիտեմ Նիկոլ Փաշինյանին սեպուհ չի սպասարկում, եւ ոչ էլ իր տիկնոջը, եւ ոչ էլ ընտանիքի անդամներին, ոչ էլ Ադամ հերոստացիցն նայում, Ադամ չէր, ոչ, Պետրոս Հովանես Ադամյան, գյուղնավոր հերոստատեսության գյուտարարի անունով Հովանես Ադամյան, իդեպ Հովանես Ադամյան հերոստացույց 8 հատ է ընդհանրեն արտադրվել։ Իդեպ այն Մերձավանի գործարանը, որ հիշում եք նախորդ 18 թվականի ընտրություններից առաջ որ գնաց նկարեց կենցաղային տեխնիկա, լավ։ Ինձ հետո բարի մարդիկ ուղարկեցին, թե ինչ պայմաններում է դա նկարվել, թիթեղյացած, կանձրևը կաթում էր, շոուվել։ Հիմա բայց ձեր հարցին որ Աննա Հակոբյանի ինչ էր անում բրենդային պայուսակների բաները տեսել ենք։ Դե դա դուք ինձնից ավելի շատ եք հասկանում, ես փողկապների մասին կարող եմ խոսել։ Հապա։ Չէ, Հայաստանում հայկական չէ։ Հայաստանում տենց փողկապներ, եթե արտադրում են, որ ասեն, ես կգնամ։ Բայց ասածս ինչ է, ձեր հարցին ուղղակի պատասխան, որ տպավորություն չունի, խուսափել եմ, այո, պետք է թե նախկինի, թե ներկայի։ Կասկածը եթե կա, պետք է դատախազությունը դա ստուգի, դա պետք է լինի թե նախկիններին, թե ներկաներին, օրենքը պետք է գործի հավասար բոլորի
Պարոն Խաչատրյան, ձեր հետ կապված էր, ես հիշում եմ, որ ազգային ժողովի ամբիոնից ՔՊ պատգամավորներից մեկը, այսպես մոտ տալով ասեց բանը, դուք որ Շիրակի մարզպետ եք եղել, դուք մարզպետի պաշտոնը զբաղեցրել եք, մինչ այդ տարածքային կառավարման ենթակառուցվածքների փոխնախարար եք, այսպես դա ֆիքսելով ասեց, որ Շիրակի մարզպետ էիք, բանի Շիրակի խողովակները թալանել են, ծախել են, Ես հետո խոսել եմ Այսինքն ձեզ էլ էին մեղադրում այդ խողովակների թալանի մեջ, խոսել եմ այդ պատգամավորի հետ, չենք ասում ես ձեզի նկատի չունեի, դա եղել է շատ ավելի շուտ։ Շիրակի մարզում խողովակները եղել են թալանված շատ ավելի շուտ։ Եվ ես Ումորոք չեք պարզել։ Չէ, չեմ պարզել, բայց կարող եմ ասեմ, որ դրանք եղել են ոչ թե թալանված, այլ որոշումով եւ դրանք ուտիլ է դարել, ասեց այդ բանում։ Ասեց որպես խողովակե չեն բանարել, հանել են եւ որպես ուտիլ հանձնել։ Սուտ ասել։ Դա գնացել է զենքի ձեռքբերման վրա։ Բայց դա եղել է շատ ավելի շուտ, քան թե երբ Արտուր Խաչատրյանը գնացել է Շիրակի մարզ։ Այսինքն դա 2017 Բայց դա եղել է 17 թվական։ Չէ, հետո ինքը ներողություն եմ խնդրում, չէ, ես դա նկատի չունեի։ Դա ասի ուրեմն հրապարակավ դրա մասին խոս։ Պարոն Խաչատրյան, Ուրեն Հայաստան հիմնադրամի փողերը պարբերաբար կառավարության նիստում Փաշինյանը այսպես հակադարձում է ձեզ, երբ որ դուք Անիֆի փողերից եք հարցնում կամ այլ կերած փողերից եք հարցնում, իրենք այսպես հակադարձում են, ասում են, բա քննիչ հանձնաժողով ստեղծվեց, Արծվիկ Մինասյանը դարձավ այդ հանձնաժողովի նախագահ, ուսումնասիրեցիք ու ոչինչ բան, ու կառավարության նիստերից մեկում Փաշինյանը ուղիղ մատնանշեց Ռոբերտ Քոչարյանին, որպես այդ փողերի մարդ, որը այդ փողերը տնօրինել է, հիմա խնդրում եմ ասեք, էլի, որտեվ ստացվում է, որ դուք իրենց կոռուպցիայի մեջ մեղադրում եք, իրենք այսպես սլակները անմիջապես կարողանում են ուղղել շատ հեշտ դրանից պրծնել ձեր կողմ։ Երբ 2020 թվականին կազմակերպվեց դրամահավաք եւ մի քանի օրում 250 միլիոն դոլարի կարգի գումար հավաքվեց, հետո առաջացավ այդ փողերը ինչ եղան։ Եվ մենք պահանջեցինք ստեղծել քննիչ հանձնաժողով։ ԿՊԱ-ական մեծամասնությունը քննիչ հանձնաժողով, ասենք ԿՊԱ-ն դեմ քվեարկեց քննիչ հանձնաժողով ստեղծելուն։ Եվ հանձնաժողովը չստեղծվեց։ Ճիշտ այնպես, ինչպես չստեղծվեց Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական իրավիճակը քննող հանձնաժողովը։ Դրա նախագահներ ես էի, հանձնաժողով չկար, իրանք դեմ քվեարկեցին։ Եվ հարցումներ են ուղարկվել կառավարություն, եւ հանդիպումներ են եղել, իրենք ասել են, որ այդ գումարը գնացել է պետական բյուջե, եւ հետագծելիությունը կորել է։ Եվ դրա ամենաուղղակի հետևանքը եղել է այն, որ Հայաստան համահայկական հիմնադրամը մի քանի տարի դրամահավաք կարծեմ չկազմակերպեց, եւ հետո պատմության մեջ հաջորդը որ արեցին առաջին անգամ 10 միլիոն դոլարից քիչ հավաքվել։ Իսկ այն հարցինի պատասխան, որտեղ են համահայկական հիմնադրամի միջոցները, ասեմ, համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվեց Երևան, Վարդենիս, Մարտակերտ, Ստեփանակերտ ճանապարհը։ Ավելի պարզ, Երևան, Վարդենիս, Քարվաճար, Մարտակերտ, Ստեփանակերտ ճանապարհը։ Հայաստան համահայկական միջոցներով կառուցվեց Արցախի ուսի հարավը, Հադրութից մինչև Մարտակերտ, որ այս իշխանությունները թողեցին թուրքերին։ Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվել են բազմաթիվ դպրոցներ եւ ենթակառուցվածքներ։ Ձրի, ոչ թե սրանց նման մուրայլով փոխտվեք դպրոց կառուցենք, այլ ձրի, որտեղ մեր հայրենակիցները գումար էին հատկացնում, որ Հայաստանում շենքեր, դպրոցներ կառուցվեին, մանկապարտեզներ կառուցվեին, Արցախում դպրոցներ կառուցվեին, մանկապարտեզներ կառուցվեին, ճանապարհներ կառուցվեին, որը իրանք թողեցին Թուրքին, իսկ հիմա անկած վարկ են հավաքում, պարտք են հավաքում, եւ երբեմն էլ ուրախանում են, որ այդ պարտքը իրանց էժան գնով են տվել։ Սա է։ Եվ հետո էլ ստեր են տարածում Հայաստան համահայկական հիմնադրամի, Լինսի հիմնադրամի մասին։
Հարություն Սասունյանը 100 անգամ հերքել է իրանց ստերը, օրինակ նույն Լինսի հիմնադրամի մասին։ Բայց ոնց ասեմ, Սուտասանին խոսքը ինչ կասմա, Սևին Սապունն ինչ կանի, որ Սուտասանին ճշմարտությունն ինչ անի։ Սա է։ Բայց այնքան են դրանով կերակրել հանրությանը, որ այսօր մարզեր էլ գնում ես, ամեն մեկը Քրքորյանի փողերը կերան, էսրա փողերը կերան, նրա փողերը կերան, 100 միլիոնը կերան Հայաստան հիմնադրամի։ Ասենց որ Շիրակի մարզի մասին խոսեցին, հիմա սկսել են սենց ինչ որ լուրեր տարածել, ամեն շենքից մի հարկ պակաս են կառուցել։ Հա։ Որովհետև այդ մի հարկ փողը կերվել է։ Ահա։ Զառանցանք էլի։ Կա չէ, նախագիծ կա շենք կառուցում։ Կամ ասկան Լինսի հիմնադրամը մի կողմ Կարմիր խաչը ոնց կարող է մի հարկի փողը տարում ինչ որ մեկին։ Իսկ իրանք քանի շենք են կառուցել աղետի գոտում։ Ոչ թե կա մի քանի շենք կառուցվել է բնակարան, սոցիալական բնականաշինություն, որ աղետից դուժած մարդիկ տուն ունենան։ Ես դեռ նախարար էի, մի անգամ հարցը զեկուցում էր Քաղաքային կոմիտեի նախագահան, ասեցի չեն կարող համարել, որ աղետի գոտու հարցը լուծված է, քանի դեռ աղետից 4-րդ կարգի վթարային շենքերում մարդիկ ունեն կապրող։ Քանի հատ տուն են կառուցել։ Հեսա 8 տարի դառնում, 8 տարի իշխանությունը, 8 տարին Ամերիկայի նախագահի 2 ժամկետն է։ Այսինքն Միացյալ Նահանգների նախագահան 8 տարուց ավել իրավունք չունի պաշտոնավարել։ Նիկոլ Փաշինյանը մի քանի ամսից նշելու է 8-ամյակը, եթե մինչև այդ տուն չգնա Բաքու, Երևանում իրան չեն սպասում, երևի բերվում են։ Ինչ է արել։ Պարտքի բեռնը ավելացնել, քանի որ տնտեսությունից էինք խոսում, Արցախը Ադրբեջանում է, այսինքն ադրբեջանցիք ժամանակավորապես իրենց վերահսկողությունն են սահմանում։ Ժողովուրդը էթնիկ զտման է ենթարկվել, ցեղասպանության է ենթարկվել։ Թուրքերը Հայաստանի Հանրապետության տարածքում են ադրբեջանցի։ Եվ այս ամեն ինչի դիմաց ասում Ադրբեջանը թույլ է տվել, որ իր տարածքով ցորեն գա։ Իրանք ուրեմն անխոչնդոտ անցում են տալիս։ Իդեպ այդ հարցին պետք է քարտեզով գալ եւ տանց աչքը մտցնել, էլի։ Ինչ ենք մենք ստանում։ Կովսականից կամ զանգելան, որ իրանք են ասում։ Գնացքը գալիս մտնում է Մեղրիով, դուրս է գալիս, գնում է Օրդուբադ, Նախիջևան։ Հետո ուր է գնում այդ գնացքը։ Չի մտնում, երասխ չի ասնում։ Թեքվում է դեպի Թուրքիա, դեպի Արևմուտք, Դիլուջույով, Կարս Արդան եւ այլն։ Այսինքն այդ ճանապարհը չի բացում մեզ շրջափակում։ Մեզ դրանից ինչ։ Մի բուր չամիջ։ Ոնց որ հիմա մի բուր ցորեն, տենց էլ մեզ մի բուր չամիջ։ Որովհետեւ երբես ասում էի տեքստի մեջ գրված է անխոչնդոտ անցում այս ճանապարհով Ադրբեջանին, Հայաստանին փոխադարձ առավելություն։ Որն է այդ փոխադարձ առավելությունը։ Կարող է դա անի փողի տեսքով են ինչ որ Նիկոլը 2001 թվին էր ասում, թող մեզ փող տան գնանք բացենք այդ միջանցք։ Հիմա այդտեղ ավելի մի բուր չամիջի փոխային ցորեն։ Եթե բիզնեսին հաջողվել է Ակտաուից ավելի էժան գնով ցորեն բերել անցկացնել հասցնել Հարստան, քան թե օրինակ Ռոստովից կամ Կրասնոդարից ցորեն առնել եւ Լարսով հասցնել Հայաստան, թողանի։ Բայց դա կոչել ապա շրջափակում, այդ ինչքան պետք է մարդ անպարտ կեշտ եւ անպատկառ լինի, որ դա կոչի ապա շրջափակում։ Եթե ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը իր սահմանները չի բացել։ Շատ լավ, պարոն Խաչատրյան, քանի որ Արցախից խոսեցինք, այս հարցը չեն կարող շրջանցել։ Արցախը Հայաստանը եւ վերջ, այս արտահայտության մասին շատ ենք խոսել եւ ընդդիմության քննադատություններն ենք լսել Փաշինյանի հասցեին, ես վերջերս Սոնա Ղազարյանը ՔՊ-ի падգամավոր բերեց ամբիոնի մոտ միացրեց ձայնագրությունը, վայ, տեսեք, Ռոբերտ Քոչարյանը 98-ի ԿՀ-ի նիստից հետո մարտի 7-ին ինքն էլ է ասել Արցախը Հայաստանը եւ վերջ, երբ որ ընտրվում էր։ Ու հետևաբար այդ արտահայտությունը այդպես բացառիկ չի ու դա սադրանք չի, ոնց որ դուք եք ներկայացնում, Ալիևը սադրվող լիներ այն ժամանակ սադրվեր։ Այս մասին ինչ կասեք դուք։ Նիկոլ Փաշինյանը Արցախ Հայաստանը եւ վերջ ասել էր
որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ Արցախում հանրահավաքի ժամանակ։ Եվ Նիկոլ Փաշինյանը ի տարբերություն Հայաստանի Հանրապետության մյուս ղեկավարներ բանակցությունները չի տապալել իր մաքսիմալիզմով, չի ասել իր ենթական իհարկե, որ ինքը ասես, բա իհարկե դա տենց բան չասեր գործից կանեի, նոր պատերազմ, նոր տարածքների համար։ Չի ասել մենք ոչ մի թիզ չենք զիջելու։ Նիկոլ Փաշինյանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչի խոսքերն եմ կրկնում, երբ գնացել էր Արաքսավան։ Նիկոլ Փաշինյանի մաքսիմալիզմը բերեց այս իրավիճակի։ Դա արվել է դիտակցաբար, թե ոչ, արդար քննությունը պիտի պարզի, ոչ թե այն ինչ որ իրան գրե խզմզել են, причем այդքան անգրագետ տեքստ տառասղալներով ես չեմ կարդացել։ Գիտես, կարողա չէ մարդ տպում ենք թերախոսով, վրիպակ լինի, օրինակ ան եւ սն իրար կպած են, լավ եւ փոխանակ գրեմ ասքան Մոցարտի դիսկն եմ ուզում, ստացի Մոցարտի դիակն եմ ուզում։ Բայց բանական մարդը կհասկանա, որ դա վրիպակ է։ Բայց ողջ բառը գրել ո, դա արդեն տհասության մասին է խոսում, ոչ թե վրիպակի։ Ինչև է։ Բայց Քոչարյանի բաներն են ուղղագրական սխալներն են մատնացույցանում, ստատուսներով բոլորը կիսվել էին հաղթանակած երիտասարդություն այդ արտահայտության հետ կապված, որ այս նկատի ունեմ նույնը գիտեք, երկրորդ նախագահի հետ կապված են ասում։ Եվ իր սերունդի արաբաղցիները ապրել մեծացել են ադրբեջանական լծի տակ, որտեղ հայոց լեզվի կիրառությունը ադրբեջանցիների ուղիղ թիրախի տակ էր, արգելում էին, եւ եթե այդ մարդիկ այդքան հայերեն կարողացել են սովորել, տիրապետել, դա պետք է միայն ողջունել, այլ ոչ թե այս բառը սենց ասեց, այն բառը նենց ասեց։ Գրեկախոսությունը այսօր Հայաստանի պաշտոնական լեզուն է։ Տեսեք Նիկոլ Փաշինյանի գործածած հայերենը։ Գիտակցաբար մարդը խոսում է, ինքը իհարկե դա փորձում է ցույց տալ, որ ես ժողովրդական լեզվով եմ խոսում, բայց այլասերում է հայոց լեզուն։ Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը նման ձևով մեր լեզուն չեն աղճատել։ Հիմա ինչ-որ տառասխալներից է խոսում։ Իսկ ինչ վերաբերում է Սոնա Ղազարյանի ասած ինչ-որ ձայնագրությանը, կրկնում եմ, դա կոնտեքստը ուրիշ է։ Կոնտեքստը լրիվ ուրիշ է եղել, եւ երկրորդը Ռոբերտ Քոչարյանը ժառանգել է արցախյան բանակցությունները մի փուլում, երբ գերիշխում էր Լիսաբոնը, Ղարաբաղին ամենամեծ ինքնավարությունը Ադրբեջանի կազմում, առաջի քայլը եղավ միասնական ընդհանուր պետությունը, ֆորմալ առումով մի Ադրբեջան, իրական առումով երկու անկախ պետություն, որի դեմ Ադրբեջանը բողոքել է բոլոր ատյաններում։ Ալիևը վերակացել Մեջլիսում ասել է մենք մի արտահայտություն ունենք սևից ավելի սև, դա վատից ավելի վատ է։ Նույնիսկ բողոք է գրել Ամերիկայի նախագահին։ Հետո եղավ Քիվեսթը, հետո եղավ այլ փաստաթղթեր։ Լուծվեց, չլուծվեց այլ խնդիր է, բայց պետք չի աղճատել, որ դուք բանակցում եք Ղարաբաղը տալու համար։ Բա դու տալիս ես, նրանք ուզում են, վախի չվերցրեցին։ Հարցը գնում էր կարգավորման։ Նույնիսկ իրանք են խոստովանում, չէ՞ որ Ալիևը փակ դռների հետևում։ Փակ դռների հետևում դա Ալիևն է ասել, փակ դռների հետևում ինձ պահանջում էին։ Բայց Ալիևը ինչի համար էր 5 միլիարդ առաջարկում։ Չէ՞ ինչի համար էր առաջարկում։ 5 շրջանների համար։ 5 շրջանների համար, ոչ թե Ղարաբաղի։ Իսկ իրանք ինչին բերեցին։ Ես մի անգամ այսպես էլի խոսակցության ժամանակ ավելի պարզ եւ ընկալելի լինի Նեսոյի Ղարաբաղնիսը արեց։ Այս մարդիկ աշխատում են ուղղությամբ կարգավորման։ Լավ էր, վատ էր, ընդունելի չէր, բայց աշխատում են այդ ուղղությամբ, թղթերը, որոնք իմ համար ամենալավագույն տարբերակը Քիվեսթը կլիներ։ Ոչ թե սրանցը, այլ իրականը։
իրենք փորձում են համոզել, որ քիվեսնել, այսինքն դեռ 97-ից սկսած բոլոր փաստաթղթերում մենք բան ենք եղել, տալու տրամաբանության մեջ ենք եղել։ Ինչի՞ չի վերցրել։ Այդքան գնացել են Ալանդյան կղզիներ, չէ՞, Ալանդյան կղզիները ինքնավարության բարձրագույն աստիճանն է։ Այսինքն մենք ձեզ սա ենք տալի Ղարաբաղը, այսինքն սա ենք տալիս կարգավիճակ որպես Ադրբեջանի կազում։ Դրա բացատրությունն է ունեին, ասում էին ամեն անգամ երբ որ քայլ առաջ էր գնում, Ալիևը ավելին էր պահանջում, հետեւաբար դա է պատճառը եղել, որ հələ տենց ամբողջական չեն տվել, այսինքն վերջի թուղթը, որը Նիկոլ Փաշինյանը ժառանգել է, դա այն թուղթն է, որը ներկայացվել է Հայաստանին 2008 թվականի հունվարի 18-ին, կոչվում է Կրակովյան սևագիր կամ Կրակովյան նախագիծ, ոնց ուզում եք հասկացել, draft բարի թարգմանից, որը Նիկոլ Փաշինյանը կարդացել է 2020 թվականի հունվարին Կապանում, որը առաջի անգամ տպագրել էր առաջին կայք, եւ ինքը դա կարդացել է։ Արցախի կարգավիճակը որոշում է պարտադիր իրավական ուժ ունեցող կամ արտահայտության միջոցով, որին մասնակցում են բոլոր համայնքները, որոնք ասկան հայերը եւ ադրբեջանցիները նույն համամասնությամբ, որ եղել է մինչեւ 88 թվականը։ Կարգավիճակը որևէ սահմանապանով սահմանափակված չի, ասկան կուզեն անկախ պետություն, կլինի անկախ, կուզեն միանան Հայաստանին, կմիանան, չեն ուզի, չէ։ Դա այն թուղթն է, որը Նիկոլ Փաշինյանը ստացել։ Վերջի թուղթը, որը ներկայացել են Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է 2019 թվականի հունիսի 20-ին Միացյալ Նահանգներում։ Դե թող բացի այդ թուղթը եւ համեմատենք 18 թվականի հետ, Կազանի փաստաթղթի հետ, Քիվեստի հետ։ Դնենք եւ Լավրովի պլանի հետ։ Դնենք համեմատենք ինքը ինչ ստացավ իր ապիկար բանակցությունների արդյունքում, ինչ դրվեց սեղանին, իր ապիկար քաղաքականության հետևանքով ինչ ունեցավ։ Նիկոլ Փաշինյանը վեր է կենում եւ ասում է. «Այդ հետաձգված հանրաքվեի գաղափարը դուրս չի գալի»։ Ուրեմն Նիկոլ Փաշինյան, Փոքրիկ Հայաստան, Միացյալ Նահանգների նախագահ, Ֆրանսիայի նախագահ, Ռուսաստանի Դաշնության նախագահ, ասում է, չէ, էլ մի հատ տեսնեմ, դա ուզում եմ, թե չեմ ուզում։ Տեսանք ինչ եղավ։ Հայաստանի ռազմական պարտությունը նախորդել էր Հայաստանի դիվանագիտական պարտությունը։ Եվ Ռիչարդ Հոգլանդի գնահատականը այն էր ինչ որ տեղի ունեցավ։ Եթե ուզում ես հարցը լուծել պատերազմի միջոցով, լուծեք։ Պարոն Խաչատրյան, Արցախի հարցի հետ կապված Ալեն Սիմոնյանն օրինակ երեկ ասաց, որ Ղարաբաղցիների, արցախցիների անվտանգ վերադարձ չկա նման բան ու եթե այսօրվա անդիմությունը այսպես դրոշակ է սարքել այդ հարցը, իրանք ոնց են անվտանգ վերադարձ ապահովելու։ Հիմա դուք կասեք, դուք դարձակ իշխանության ապահովելու եք արցախցիների վերադարձ, թե չեք ապահովելու, դա հնարավոր է, թե հնարավոր չէ, Արցախը վերադարձնելու եք, թե չեք վերադարձնելու։ Դա Ալեն Սիմոնյանը հասկացել է ինչ են արել, փորձում արդարացնել, հա։ ԿՊԱ-կան падգամավորները 4 հոգի 5-րդը ձեռնպահ քվեարկել։ 4 հոգի դեմ են քվեարկել մեր առաջարկած բանաձևին։ Ավելին ասեմ, տակից աշխատել են եվրոպացիների հետ, որ եվրոպացիները չքվեարկեն կողմ։ Այդ փաստաթուղթն ասում է գերիների եւ պահվող անձանց անմիջապես առանց նախապայմանների ազատ արձակում, Արցախի ժողովրդի վերադարձ իրենց բնորան, միջազգային անվտանգային երաշխիքների ներքո։ Խնդիրը պետքա դնես եւ հետո կարողանաս դրան հասնել։ Ճնշում Ադրբեջանի վրա, որպեսզի ապահովի այդ մարդկանց վերադարձը եւ երաշխիքներ, որոնք եղել են։ Խնդիրը պետքա դնես, հետո փորձես լուծել։ Իսկ իրանք ոչ։ Իրանք դրան դեմ են, որտեվ Ալիևն ասել է no։ Իրանք ճիշտ է, այս իշխանությունները ունեն որոշակի ազատություն գործելու։ Օրինակ ձվածեղը սոխավելացնեն, թե չէ։ Հիմա նոր տարի են գնում, կարող օրինակ այդ Բուդա աղան կոտլետ սարքեն։ Դրա իրավունք ունեն։ Մնացած բոլոր հարցերը լուծում է Ալիևը։ Եվ Ալիևն ասել է no։ Եվ դրա համար իրանք վախենում են ծպտալ։ Իրանք ասում են, այս հարցը բարձրացնենք, ադրբեջանցիներն ասեն, դե մենք էլ Հայաստան ենք գալիս։ Դու էլ ասա, մենք էլ Նախիջևան ենք գնում, Բաքու ենք գնում, Շամխոր ենք գնում, Մինգեչաուր ենք գնում, Գանձակ ենք գնում,
Բայց խնդիրն անում է, որ դու այսօր չես խոսում, իսկ ադրբեջանցիք ասում են գալիս ենք, դա մեկ։ Երկրորդը, արցախցիները, որ ասում են ուզում ենք վերադառնանք, ինչ ես անելու։ Բանտարկելու ես, ասելու ես պատերազմ ես հրահարում։ Եվ շատ հետաքրքիր է, Ալեն Սիմոնյանը այդ հայտարարությունն արեց, դրանից մի քանի ժամ հետո Եվրոպայի խորհրդի դիսկրիմինացիայի դեմ պայքարի մարմինը իր զեկույցը հրապարակեց, որտեղ դատապարտեց Հայաստանին իրենց ռեկոմենդացիաները ամբողջովին չիրականացնելու մեջ։ Այսինքն արցախցիների վերադարձին դեմ են, արցախցիների սոցիալական խնդիրները չեն լուծում։ Բայց ինչ են ուզում անել, որ արցախցիները Հայաստանից թողեն գնան, դա են ուզում անել։ Արտագաղթեն։ Եվ հիմա 070 կոդով տեսեք քանի 1000 արցախցի է արդեն արտագաղթել։ Արցախցիների աջակցության ծրագրերը ձախողվել են, բնականային ծրագիրը ձախողվել է, մնացած ծրագրերը ձախողվել են, այդ մարդկանց ինտեգրման այդ ուղղությամբ խնդիրները չեն լուծում, վերադարձի իրավունք չեն պահանջում։ Դրել են մարդկանց Հայաստանում սովամա եղեք կամ Հայաստանից թողեք գնացեք։ Այս է իրանց արցախյան քաղաքականությունը, որտեղ թե Փաշինյանը, թե Ալիևը հասկանում են, որ արցախցիները իրենց տուն վերադառնալու խնդիրը միշտ պահելու են, հույսերը միշտ ունենալու են։ Եվ հիմա ճնշումներով եւ ստերով փորձում են այդ հարցը գելթոզ անել։ Չէ, հիմա դա թողնում են ձեր դաշտ, ասում են հələ մի հատ ընդդիմությանը հարցրեք, բա իրանք որ եկան իշխանության ինչ են անելու, Խնդիրը պետքա դնես։ Խնդիրը պետքա դնես եւ Ադրբեջանի վրա սկսես ճնշում գեներացնել։ Այսինքն առնվազն գայք իշխանության դա է կանելու, այդ հարցերը դնելու է օրակարգում։ Այդ տեքստը Եվրոպական խորհրդանի բանաձևերի մեջ է։ Այդ խնդիրը փորձում են կա շվեյցարական խաղաղության ինիցիատիվա, շվեյցարական խաղաղության նախաձեռնություն։ Հիշում եք, երբ սկսեց հարձակումները Մայրաթորի դեմ։ Վեապարը գնաց Շվեյցարիա։ Շվեյցարական խաղաղության նախաձեռնության այնտեղ հայտարարություն ընդունեց, բանաձև ընդունեցին, որ վերադարձի իրավունքը պետք է ապահովվի։ Դրանից անմիջապես հետո սկսեց վայրահաչել Ալլահ շուքյուր ալ-իսլամ Փաշազադեն, եւ մի քանի ժամ հետո սկսվեց Փաշինյանի գրոհը Մայրաթորի դեմ։ Խնդիրը պետքա դնես, աջակիցներ հավաքես, որոնք կան։ Ճնշումը պետք է բարձրանա, որպեսզի հարցը լուծվի։ Հիմա դուք ընդդիմություն եք, ինքը գնում է Հովանավանք։ Դու սկսում ես Հովանավանք։ աշխատել են մարդկան, Հովանավանքի մասն էր խոսում։ Հա, նաեւ էդ էլի, քանի որ եկեղեցուց ասացիք, դրա համար եմ ասում։ Ուզում էին շոու սարքեն, ինչքան շատ Հիմա այս Կիրակի ավելի մեծ, ավելի թեժ, ինչ որ բան պատկերային չէր, ոնց որ նախորդ Կիրակի, այս Կիրակի ավելի թեժ ինչ որ հավաքը նախատեսում։ Այսինքն ովքեր որ չէին եկել, ոնց հասկանում եմ, սենց հստակ դրված է, որ պիտի գան, պարտավոր են գալ։ Հիմա ավելի շատ սենց լավ տեսարաններ, որ Դանիել Յովհաննիսյանը դրոնով նկարի, սենց ինչ որ ավելի լավ պատկեր երևա, էլի։ Հիշում եմ Գյումրիի ընտրությունները, երբ ձեր գոլեգաները, չեմ հիշում որ լրատվամիջոցներ, ուղղակի մարդկանց հարցնում էր։ Ասում էր դուք որտեղից եք, մեկն ասեց Արթիկից եմ, գիտեմ ով էր, անձամբ ճանաչում եմ, որ գյուղից էր։ Իմաստը ուրեմն Նամարսպետանի ենթակա կառուցվածք, ուրեմն կառույցների աշխատողներ են։ Մի մասը քաղաքապետանի ենթակայության կառույցների։ Հովանավանքի տարածքում էլ էր այդպես, բոլորը Հովանավանքի ավելի շատ պետական հարկատուներից ավելի շատ փող, ասենք քերած փողերից։ Կդնեն հիմա արդեն օրինակ չգիտեմ, Սյունիքից կարող են մարզպետանի աշխատողներ բերել, Տավուշից կարող են մարզպետանի աշխատողներ բերել։ Բերեց, այսօր Հովանավանքում ոստիկանների քաղաքացիական շոր հագցնել բերել։ Բասում այսօր Հովանավանքում եմ անելու, վաղը կանենք Մայրաթորում։ Այսինքն ինքնավորոշ հավաքելու են տանեն։ Ինչ։ Բա ինչ եք անելու դուք։ Որ չգնա ինքը Մայրաթոր, ինչ է ինքը ուզում։ Որ կանխեք եկեղեցու գրավումը, որ իրենք ասում են ազատագրում։ Եկեղեցու հետ աշխատում ենք, խոսում ենք, համահունչ ենք։ Հիմա, եթե Նիկոլ Փաշինյանը 50,000 ոստիկան, 50,000 չի, 20,000 50,000 ոստիկան չկա բնականաբար, բոլորին հավաքի եւ գրող կազմակերպի։ 20,000 չգիտեմ մեր զինվոր ոստիկաններն ինչքան են։ Վստահ եմ կլինեն մարդիկ, որոնք ուսադիրները ծրարով կուղարկեն ներքին գործերի նախարարին, բայց քաղաքացիական պատերազմը հրահարել։ Այսքան պետքա ժողովրդն ասես տես բան մի արեք, ես ինչ եկա։
Ինքը սանով քաղաքացիական պատերազմ ուզում էր արել։ Որովհետև կլինեն ուղղակի մեր հայրենակիցներ, որոնք ասեն չէ։ Երբ ինքը փորձեց գրոհել Վեհարանը, հիշում եք, այնտեղ պայքարող մարդիկ, ովքեր էին, մարդիկ ինքնաբուխ վեր էին կացել, ոչ մի կերպ չէին թողնում Միքայել Սրբազանին հանձնել, դրոշ չկար, չէ։ Չկար կուսակցական դրոշ։ Ինքը Այսինքն դուք Ուրանը երկրից ներսից են քանդում, այդ ասա։ Հա, տեսնում եք ինքը ինչ անում, պարոն Խաչատրյան, բա դուք դրա դեմ առնելու համար ինչ եք անում։ Մենք ասում ենք Նիկոլ Փաշինյանը պետքա գնա տուն։ Դա իրականությունը։ Եվ այն մարդիկ, ովքեր քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին, ովքեր որևէ հրապարակային միջոցառմանը չեն մասնակցել, ովքեր փափուկ նստել են դիվաններին եւ դեվանագիտությամբ են զբաղվում, գոնե այդ մարդիկ, ովքեր էլ եմ ասում 18 թվին, 21 թվին քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին, այդ հարցը տալու բարոյական իրավունքը չունեն։ Վաղը երբ ես գնամ պատարակ, ես հույս ունեմ, որ կլինեն էլի մարդիկ, նրանք, ովքեր ասում են, բա դուք ինչ եք անում։ Իսկ վաղը Աստված առաջ, բայց ես պատարակի գնալու եմ։ Մայրաթոր։ Ինչպես եւ շատ հաճախ գնում եմ։ Եվ գնացել եմ մինչև պետական բարձրաստիճան պաշտոնյա լինելը, որ չասեն դա քաղաքական։ Այսինքն նորահայտ հավատացյալներից չեք, ոնց որ այսպես ասում էին հավատացյալ, բայց որ Աստվածաշնչից միտող հարցնես կամ հայր մերը հարցնես, բնականաբար կիլոմետրերով հեռու է։ Հավատացյալ չեմ։ Թե հորական կողմից, թե մորական կողմից եղել են եկեղեցականներ, մորական կողմի պապերիցս երկուսը թաղված են Երևանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։ Իմ երեխաներից երկուսը կնքվել են Արցախում, մեկը Ղազանչեցոցում, մյուսը Գանձասարում։ Լավ, ես չեմ նորահայտ չեմ, ես հին հավատացյալ եմ։ Այդ դեպքում մի հատ եկեղեցու հետ կապված հարցը ամփոփենք եւ ավարտենք, հա, մեր զրույցը արդեն ժամանակի սողություն ունենք։ Այն ինչ արվեց, հա, եկեղեցու դեմ այս արշավի շրջանակներում լոգարանից ինձ իմ տեսարանների հրապարակումից սկսած, չգիտեմ, վեհափառի զավակի հետ կապված հարցի այսպես տարորումը պարբերաբար ինչի մեջ է սա տեղավորվում, այդ Տեր Արամ կոչվածի, Ստեփան Ասատրյանի կարգալույծ եղած քահանայի վարքը ակնհայտ նույն բան իրավիճակներում ստախոսություն ենք ոնց որ տեսնում եք Կողպեքի հետ կապված հարց, այսինքն այնքան աբսուրդի ժանրից է այս ինձ համար, ասենք հին հռոմեական ասացված կա հաց եւ խրախճանք։ Այսինքն եթե երկրի ինչից առաջացել, չէ, եթե երկիրը ունի խնդիրներ, ժողովրդի ուշադրությունը շեղի հացով եւ խրախճանքով։ Հաց չեն կարողանում տալ եւ փոխարենը խրախճանք են սարքում։ Այսինքն սկզբից Հովիկ Աղազարյանի ինձ իմ տեսարաններն էր, հիմա էլ Սրբազանների ինձ իմ տեսարաններն են։ Ես չգիտեմ դա Սրբազան է թե Սրբազանա չի, ոչ էլ Հովիկ Աղազարյանը ինձ թույլ չէի տա այդ նամակները կարդալ, որոնք իրենք համառորեն շրջանառում են։ Չգիտեմ այդ նկարի վրա վիդեոմով է պատկերված։ Բայց դա ուղղակի լկտիության գագաթնակետ է, դա մարդու կյանքի, մարդու ուրեմն պրիվատության, դա ինքը անձնական կյանքի կոպիտ ոտնահարում է։ Եվ դրա համար հիմա Հայաստանում ամենատարածված անեկդոտը որն է, չէ՞ որ կինն ասում է գնում եմ դուշ ընդունեմ, ասում ամենայն դեպս սպիտակ եղենդ մի հանի։ Այ դա է իրականությունը։ Դա ուղղակի մեծ ցանկացած հայրենակից պիտի հասկանա, որ հեսանք շարունակեն իրեն համ գաղտնալսեն կամ համ ուրեմն զուգարաններում արդեն պիտի տեսանկարան եւ ամենայն դեպս զուգարան մտնելուց առաջ մի հատ բան արեք, նայեք տեսեք կամերա կա թե չկա։ Դա, ասկան տեսեք ինչ է անում 2023 թվականի ինչ որ մի հատ խոսակցության վրա են ըղում անում, չէ՞, Նաթան Սրբազանի եւ Աբեղաներից մեկի, որը բան է, այսինքն 23 թվականից լսում են։ Ու ձեն ինչ են հանել, պահել են։ 23 թվականի վերջում ինչ որ մի հատ բան կպցնեն, էլի։ Իսկ խոսակցությունը լրիվ ուրիշ խոսակցություն է եղել։ Այդ մի նախադասությունը չի եղել։ Ուղղակի ես գիտեմ ինչ է եղել, բայց չգիտեմ, ով ինձ պատմել է, ես չի ասել, որ սա ին պատմեց։ Հա, պարզ է։ Այսինքն ինձ դրա մասին պատմել են։ Այսինքն բովանդակային առումով ինչը որ մատուցում են, հա։ Բանտախցում պատմել են երկու սրբազանները։
Ինչ խոսակցություն է եղել։ Բայց ել եմ ասում 23 թվականից գաղտնալսել է, երբես թաշկալան չկար։ Այսինքն խոսքը բացարձակ հանրահավաքներին տանելու, այդ ստիպողաբար ձեր հավաքներին մարդկանցով լցնելու մասին չի։ Դա եղել է, ել եմ բայց 23 թվականից գաղտնալսում է։ Այսինքն չզարմանանք, որ մեզնից յուրաքանչյուրին կարող է հիշացնել, որ չգիտեմ, դպրոցում ստուգողականի ժամանակ կողքիդ նստածից արտագրել ես։ Սա է, այսինքն այդքան գնան, հա։ Հայաստանում թևածում է սովետական KGB-ի ոգին։ Այն ինչ անում էր KGB-ն, անում է այսօրվա Հայաստանի իշխանություն։ Ու դուք իմանալով, որ այսօրվա Հայաստանի իշխանությունը ամեն ինչի արդեն կարմիր գծեր չունի, դուք այս իշխանության հետ գնում եք ընտրությունների ու սպասում եք արդար ընտրությունների։ Ինքը գալիս ասում այսօր են մեր գանձերը հեգնում, ծաղրում անդիմությանը։ Մենք իշխանությունների հետ չեն գնում ընտրությունների։ Մենք իշխանությունների դեմ ենք գնում ընտրությունների։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը վաղը վեր կենա երկուշաբթի առավոտյան հրաժարական տա կամ հիմա ներկա գրի երկուշաբթի առավոտյան ներկայացնի։ Ասի երկու անգամ դնի տեխնացիոնը չանցնի եւ ընտրություններ նշանակի։ Պետք է ասենք նետ։ Նրանք ովքեր ասում են նետ, թող այդքան տղամարդին են եւ ընտրություններին չմասնակցեն։ Այն ուժերը, ովքեր տակից այսենց Նիկոլի ջրաղացին ջուր են լցնում, մեկը ոչ մի բան չի փոխվի, մեկը այնքը խախվելու է, դանով փորձելով ժողովրդին հետ պայել ընտրություններից, ինչը Նիկոլ Փաշինյանի շահերից է բխում։ Անհատական անուններով կարելի է ասել։ Դե թող չհամարձակվեն ընտրությունների մասնակցեն, փորձեն ընտրությունից ձայներ փոշիացնեն։ Այն ինչ որ արեցին 21 թվականին։ Այդ 26 կուսակցություններից 10-20-ը իրան անդիմադիր էր համարում։ Ամեն մեկը 10-15,000 ձեն պլոկեցին տարան։ Եվ արդյունքում Նիկոլ Փաշինյանը, որը 53.9% էր հավաքել, 70% ունի այսօր ազգային ժողովում։ Հատ անուն առանուն, ցանկը դնենք սկսենք հաշվել։ Գեղեցիկ կանոններից։ Չէ՞ որ ասում են մի գնացեք ընտրության, մինչև այդ անվստահություն հայտնեք կամ չգիտեմ, մինչև այդ փորձեք դեմ առնել, որ իր օրոք խորհուրդ տվողները ինչ են արել։ Տանը նստած են, չէ՞։ Մենք ենք բանտերում, մերոնց վրա է քրեական հոտվածներ, մերոնց նկատմամբ վերահսկողությունը, մենք ենք այդ թունավոր ցեխում, այդ մեծ խոսացողները ինչ են արել։ Այսինքն հանրապետականից ոչ մեկ բան չի ընկել, որ ասում են անվստահություն հայտնենք։ Հա, բայց հանրապետականներն էլ են անվստահության գործընթացը առաջնահերթ քաղաքական process ենք սկսել, մենք էլ ասենք այս 28 ստորագրությունն է պետք, 28 ստորագրությունները որոշենք միասին ինչ ենք անելու։ Ու վերջ, բայց քայլ ասեն մենք քաղաքական պատասխանատվություն ենք ստանձնում, մենք չենք գնա հետ բրթենք ասենք չէ մենք առաջինն ենք։ Ասել են չէ։ Ինչքանով գեղեցիկ կլինի։ Հա, բայց պատկերացեք Ռիփսիմե, դուք ինձ հավել եք այսօր հարցազրույցի։ Այս թեմաներով հանկարծ մի հատ ուրիշ լրատվական, ասի գիտես 12-ի փոխային 11:30 արի մոտ այս թեմաներից խոս։ Դուք ոնց կվերաբերվեք դրան։ Հստակ իմանալը։ Հիմա մարդիկ ասեն մենք ստանձնել ենք քաղաքական պատասխանատվություն, ասենք մենք պատրաստ ենք օգնենք, ստորագրությունն է պետք անենք, հանրահավաք է պետք անենք։ Սա խնդիրը։ Բայց բանակցություններ ԿՊԱ-ականների հետ չեք վարում դրա համար, որ անվստահություն հայտնեն։ Խնդիր կա, չէ՞ դու ասեն էս մենք ասենք բանակցություններ վարելը հանույս է։ Չեն կարողաց։ Ինչի այդ Հայաստան դաշինքից կպոկեին ԿՊԱ-ականները կտանեին ձեր падգամավորներին։ Դուք մի հատ այս ընթացքում չբաշարեցիք, ոնց որ ասում են մի երկու հոգու էլ իրանցից բերեց ձեր դաշտ։ Այդ խանութ չի որ գնաց փողոտասը առնես։ Այդ մարդիկ կապված են Նիկոլի հետ հազարավոր, միլիոնավոր կապերով, հնարավոր ուրեմն հոդվածներից մինչև պերճանքի։ Բա որ կապված են ինչի՞ եք ձեր խմբակցության ներսում բերում ձեր ցուցակով իրան դարձնում падգամավոր։ Գեգամ Նազարյանին օրինակ։ Սխալվել ենք, Գեգամ Նազարյանն արդեն գնացել է։ Բա այդ եմ ասում։ Բայց Գեգամ Նազարյանը մեր հետ չի 28 թե 20-ին ինչ կապ ունի այդ ամեն ինչի։ Խոսքը նա նա գրում, դե մի հատ բանակցեք, մեր կողքու փոքիք բերեք։ Ով որ տես բան է ասում, լավ, որ ԿՊԱ-ականները կգային, եթե Հայաստան դաշինքը անուններով, չէ՞։ Մարդ կա, չէ՞ ասել է, այս քանի հոգի ուր է եկել է։ Դե շատ ձգեցիկ, լավ, դուք էլ նա հասանք արդեն 2026 թիվ էլի, բան չմնաց, պարոն Խաչատրյան։ Այսքան կարճոր կտրած չլինեի, երևի կգային։ Կամ որ տատուիրովկա արած լինեի, հա, իրանք կամ պիրսինգ անեի, կարող այն Պրադվինոտի ԿՊԱ-ականները գային։
Բայց պարոն Խաչատրյան, փաստն է, որ իրանք գործուղումների են տանում ձեր падգամավորներին, չգիտեմ, մշակում էին, ինչ են անում, բանակցություններ են, բան, ձեր падգամավորներն են ավելի շատ իրանց կողմ քաշում, քան թե բան։ Լիլիթ ուրեմն Գալստյանը ընդդիմությունից միակ ուրեմն падգամավորն է ԵԱՀԿ խորհրդարանական վեաժողովում։ Որը մի պաշտոն է պարտավոր է գնալ ԵԱՀԿ խորհրդարանական վեաժողովի նիստերին մասնակցելու։ Չեն ներառել։ Եվ վերջը այդ գործողումները, նայեք, ես հասկանում եմ Արմեն Գևորգյանը քննադատում է իշխանությանն այսօրվա։ Բան չան։ Ես չեմ տեսել ազգային ժողովի ամբիոնից մի ելույթ։ Արմեն Գրիգորյանը հարց ու պատասխանին մի ելույթ։ Ես Արմեն Գևորգյանի վարքագծի համար լավ քննադատելու հետ կապված, այո, Արմեն Գևորգյանը լինելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի падգամավոր, այո, քննադատում եմ։ Ստեղ քննադատումը միգուցե չէ, բայց ընտեղ լինելով падգամավոր քննադատում է։ Եվ հավանաբար նրանք, ովքեր ասում են գործողման մի գնացեք, չեն ուզում, որ Արմեն Գևորգյանը կամ Արմեն Ռուստամյանը ընտեղ իրանց քննադատի։ Դու չես կարող լինես իզոլացնես այդ գործողումները, որոնք կան։ Ես այս տարի չեմ գնացել Լոնդոն, որովհետև այդ գործողումը, որը կար, ես համարեցի, որ անիմաստ է։ Ես չեմ գնացել Փարիզ, որովհետև Երևանում մենք ունեին գործեր, եւ նաեւ եւս մի ես այս տարի օրինակ որևէտեղ չեմ գնացել խորհրդանի գործողում։ Անցյալ տարի եղել եմ Բրյուսելում, որովհետև դա եղել է Եվրանեստի կոմիտեի նիստը։ Այսինքն այդ մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանի պասով կլանչում են, վայ, մի գնացեք, մի նպատակ ունեն, որ դու չգնաս եւ չշփվես, քո խոսքը չկարողանաս դուրս հասցնես։ Դա է իրական խորքային նպատակ։ Լավ, ընդդիմությունը փայլուն գործում է, ոչ մի սխալ չեք արել։ Ես դες բան եմ ասում։ Դու կոնկրետ ասում եք դե մի երկու օքու բեր, ասում եմ հələ քանի օքու եք։ Դու քանի ժուրնալիստ եք բերել Civic-ից ձեր դաշտ։ Բայց մենք նման խնդիր մեր առած չենք դրել։ Մենք մեր ընթերցողներին չենք ասել Civic-ից լրագրող ենք բերել, բայց դուք ձեր ընտրողներին ասել եք Փաշինյանին հեռացնելու եմ, չեք հեռացրել։ Հիմա դա քայլերից մեկն էր, որ պետք է անելու ենք։ Այդքան ձայն որ հավատում։ Դուք ընտրվել եք 21-ին, որ ասեիք ընտրություններով ենք 26-ին հեռացնելու Փաշինյանին։ Ոչ, նաև դերսում այդ խոսացողներից քանիսն ա եղել ուրեմն հայանեկի փրկության շարժման շարքերում, դիմադրության շարքերում։ Դե եղել են, չեք կարող ասել եղել են, բայց այդ եղողները իրան գիտեսել են ինչա կատարում եւ հիմա ձեն չեն անում։ Չեղողներն են խոսում։ Շանս կա հեռացնելու Փաշինյանին։ Շանս միշտ կա։ Եվ ցանկություն միշտ կա եւ նպատակահավատություն միշտ կա։ Շատ լավ։ Այս Բայց ելի եմ ասում, տեսեք այն մարդիկ ովքեր ասում են, արասես մի հատ խփեիր, այդ արասես մի հատ խփող ասողը երբևիցե մեկ էլ մոտեցել է մեկին թթու խոսք ասեմ մի հատ քպականի։ Այսինքն տանը դիվանների վրա նստած խորհուրդ են տալիս։ Դե կարող է դիվանների վրա նստած չեն, տաբուրետկին են նստած, բայց ասում են կամ ինչ որ բան, Բաքվում բեսեդքում նստած են ասում։ Բայց այդ այնպես մեծ խոսացողները, որոնք ես ելի եմ ասում, որոնց հավանաբար տիրություն են անում մեծամասնությանը։ Այդ դրանց միակ մի նպատակ ունեն։ Ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը անհաղթելի է։ Բա գնում եք Նիկոլի այդ ընտրությունների, պարզ չի, որ չէ, պարզ չի։ Բոլոր թվերը ցույց են տալի, որ տենց բան չկա։ Եվ դրանով որ ասում են, բա մի հատ sense խփեիր, իրանք մի նպատակ ունեն։ Վարկաբեկել այսօրվա անդիմությանը։ Ես գիտեք, եթե վարկաբեկում ես նորն է ստեղծում։ Okay, քաղաքականությունը։ Բայց այս 6 տարում, 5 տարում նոր ուժ, որ այտենց վարկագիծ ցուցաբերի չի ծնվել։ Հետևաբար ում առվից են այդ մարդիկ ջուր խմում։ Այդ արդեն դրագրողական հետաքննության հետաքրքիր նյութ։ Լավ, այսպիսով ավարտենք հենց այս նոտայի վրա մեր հարցազրույցը, նոտայի վրա, որ Նիկոլ Փաշինյանից շատ ավելի ամուր իշխանություններ են եղել տարբեր երկրներում, մեր երկրներում։ Ես իմ աչքի առաջ 24 ժամում իշխանություն ապոխել առնվազն 2 դեպքում, երբ կոմունիստները դարձան ՀՇԱ-ական եւ երբ ՀՇԱ-ականները դարձան երկրապահ, հետո հանրապետական։ Հենց որ թող որևէ մեկը այդ կեղծ օրակարգերը չտիրաժավորի։ Էլ եմ ասում, իմ աչքով եմ տես։ Շատ լավ, պարոն Խաչատրյանը հավատում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը վերջ է տրվելու,
սպասենք 2026 ընտրությունների Այդ արդյունքներին։ արդյոք Խաչատյանը չի ասել, պարոն Խաչատյանն ասලා, որ չի կարելի բացառել ընտրություններով իշխանափոխության մոտեցում։ Ես ասում եմ սպասենք 2026-ի ընտրությունների արդյունքների եւ կտեսնենք։ Չէ։ Ես չեմ ասել սպասենք, ես ասել եմ 26-ին նույնպես հնարավոր է, բայց դա չի նշանակում, որ այսօր պետքա ոչ մի բան չանես։ Դա է եղել պարոն Խաչատյանի ասած։ Այս պարոն Խաչատյանի, այլ Խաչատյաններ ինչ են ասել։ Շատ լավ, սիրելի հետևորդներ, այսօր այսքանը թեժ էր մեր զրույցի հատկապես վերջին հատվածը, ես կասեի, ես խնդրում եմ, որ դուք անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին եւ Patreon-ին, շնորհակալություն, որ դիտում եք, կհանդիպենք մյուս շաբաթ, ցտեսություն։